ողջույն, եթերում սովորենք միասին հաղորդաշարն է։ Այսօր X-Drive-ի հետ միասին շարունակելու ենք մեր հերթական դասը։ Դե ինչ, պատրաստ եք, գնացինք։ Բարև ձեզ ընկերներ, ինչպե՞ս եք։ Լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր ինչ ենք սովորել, հա, շնորհակալ եմ շատ։ Արի նստենք։ Ու մի անգամից կորոշենք, լավ։ Շատ լավ։ Արի, այս կողմից արի։ Արի, ես կօգնեմ քեզ։ Նստի։ Շնորհակալ եմ։ Սյուզան ջան, մենք ես հիշում եմ էլի նախորդ դասին միասին որ հանդիպեցինք, մի փոքր ղեկի հետ խնդիր ունեինք, հիշես։ Այո։ Ղեկը շատ էի պտտում, քիչ էի պտտում։ Հիմա այսօր մենք միասին պիտի պարապենք ղեկի հետ աշխատել։ Նու ինքը կոչվում է օցաձև վարժություն, ինչի մասն է խոսքը։ Մենք ունենք բուլավաներ, նիշեր, կոներ են կոչվում։ Սյուզան, նիշերը պետք է գետնի վրա որոշակի իրարից հեռավորության վրա մենք տեղադրենք եւ փորձենք այդ նիշերի մեջտեղով շրջանցել նիշերի սկզբից ենթադրենք աջ կողմից, հետո ձախից, հետո նորից, հետո նորից ձախից, որովհետեւ դու ղեկի հետ կարողանաս աշխատել, ղեկը կարողանաս ճիշտ պտտել։ Այսօր դա ենք անելու, գումարած էլի կարող ենք մի փոքր վարել։ Առաջ եւ հետ մի փոքր ստեղ ազատ տարածություն կան, դուրս կան փորձենք վարել։ Նախ առաջին ղեկի հետ փորձենք աշխատել, տեսնենք որքանով է ստացվում, նոր սկսենք մեր վարումը պատրաստել։ Դա շատ կարևոր է ղեկը, ամենակարևոր հատվածն է իմ կարծիքով մեքենայի, որ պետք է իմանանք, որ կողմ պտտենք, ինչ անենք, որովհետեւ դա շատ կարևոր է։ Ճիշտ է։ Հիմա, բայց ես ուզում եմ մենք այդ նիշերը միասին գետնի վրա տեղադրենք, շարենք, ու հեռավորությունը ընդհանրապես ասեմ, հեռավորությունը մի նիշից մյուսը, մի կետից մյուսը, ընդհանրապես պետք է լինի 4 մետր, ու 3.90 է ստացվում, 4 մետր, բայց մենք այսօր միասին մի փոքր ավելի հեռու կտեղադրենք, մոտավոր չգիտեմ, ենթադրենք, որոշենք հիմա, ենթադրենք 6 մետր, գիտես ինչի, քանի որ նոր ենք սովորում, մի փոքր ավելի հեռու կտեղադրենք, որ հեշտությամբ այդ շրջանցումները կարողանանք կատարել, լավ, հետագայում այդ նիշերը հետագա դասերի ընթացքում ավելի կմոտեցնենք իրար ու դու իրենց արանքով այդ վարժությունը կկատարես, կոչվում է օցաձև, փորձում ենք դա անել, այո, հիմա միասին իջնում ենք մեքենայից եւ այդ նիշերը միասին տեղադրում, դու ինձ կօգնես, այո, գնացինք։ Հիշում ես որ նախորդ դասին ես քեզ ասեցի մետրերի մասին տանը կպարապես որքան մետր։ Դու գիտես չէ որ մեկ մեծ լայն խորը քայլը այդ համարվում է 1 մետր։ Ենթադրենք մենք ուզում ենք 6 մետր հեռավորության վրա իրանց տեղադրել, պետք է 6-ը խորը քայլ անենք։ Գնացինք միասին։ Գնացինք 1 2 3 4 5 6։ Ու մոտավոր ենք վերցնում, այս մեր 6 մետր։ Որը փորձենք մի փոքրել ավելի խորը լինի, հետո կմոտեցնենք, թող 7-րդն է լինի, հաջորդ նիշը մեր 7-րդ մետրի վրա ենք տեղադրում, գնացինք եւս 7 մետր, 1, 2, 3, 5, 6, 7, մոտավոր 7-րդ նիշը տեղադրեցինք ստեղ, 7, ստացվեց 7-ը, այս էլ մեր 7-րդ նիշ, բավական է։ Հիմա ինչ կանենք, մի փոքր մեքենան հետ ընթացող դու ինքդ հետ կուղարկես, որ առաջին նիշը դու տեսնես։ Հենց առաջին նիշը տեսար, կանգ ես առնում ու որոշում ենք սկզբից ձախից շրջանցել, թե աջից։ Սյուզան, հիմա փորձի քո նստատեղ ուղղել, հարմարեցրու քեզ, հիշում ես այդ ձողը բարձրացնում ես վերև, ես կօգնեմ քեզ։ Տես ոնց ես հարմար գտնում։ Շատ մոտ, շատ հեռու չլինես։ Մի քիչ էլ։ Ահա։ Դու մի հատ մտքով պատկերացրու։ Մտքով պետքա կառուցես, այսինքն ստանաս այդ վարժությունը։ Եթե դու մտքով ստանում ես, հետո պետք է անցնես արդեն գործի, ինքդ գործնականում ստանաս այն ամեն ինչը, որ մտքով կառուցել ես։ Դնում ենք դե ու շարժում ենք առաջ։
մեքենան բերում ես մի փոքր աջ ու երկուսի արանքով անցնում ես։ Փորձի տեսնենք ինչքանով է ստացվում։ Ոտքդ արգելակման ոտնակի վրա հենց կարիք եղավ սեղմում ես։ Ահա։ Այս կետից ղեկդ պետք է արդեն ուղղել։ 1.5-ով հետ ես բերում, զգացիր 1.5։ Ահա, ակերի դիրք ուղի է։ Հիմա առաջանում ես այնքան, որ այս նիշը հավասարվի։ Օ, բայց ես չեմ տեսնում։ Չես տեսնում, դու պետք է զգաս իրան։ Մի քիչ առաջացի, ինքը դեռ էս առաջամ ասում, այ ինձ մոտ է։ Այն մյուսը ես չեմ ասի, դու ինքդ փորձում ես արդեն։ Արգելակում ես հեչ։ Այո։ Դավայ։ Առաջացի։ Շատ լավ ուղղում ես մեքենայի, էսի արդեն տես մենք ժամանակին այնտեղ սկզբից մենք կանգնեցինք, ղեկը պտտեցինք, 1.5 պտտով հետ բերեցինք, հիմա դու էլ չես կանգնելու, այդ ամեն ինչ անելու ես ընթացքի ժամանակ։ Հասկացա, ահա։ Պտտում ենք ձախ, տեսնելով այդ ուսնիշը, դու արդեն դի հասկանաս, երբ պտտես որ կետից, շատ լավ է։ Հիմա քիչ-քիչ փոխում ես ղեկը դեպի ահա, մի քիչ շուտ պտտվեցինք, այս նիշին հնարավոր է կպնենք։ Այլիով տեսնում ես հələ նայ Պիտի որ ինքը իրան դու հայտնաբերես։ Ճիշտ է, չես։ Այն նախորդն եմ Շատ ես մոտեցել։ Մի քիչ առաջացի կարող տեսնես։ Տեսնում ես։ Չէ։ Ես իմ մոտից տեսնում եմ։ Դու իրան չես կպել, բայց շատ մոտ ես։ Նկատեցի՞ր։ Ահա։ Լավ։ Հիմա հաջորդը ղեկը պտտում ես ձախ։ Ամբողջությամբ կարելի է ձախ։ Հիմա ստեղ մեջ շրջադարձենք անելու նույնությամբ հետ գնա։ Մի փոքր առաջացի։ Պտտվեմ։ Կանգնում ենք, ղեկը ամբողջությամբ պտտում ենք աջ։ Շատ լավ։ Այստեղ երևի հետադարձով պետք է։ Այո, հետընթաց կատարենք մի փոքր, արի կանգ առնենք։ Ամբողջությամբ ռուլը պտտում ես ձախ, որ մեքենայի հետնամասը ձախ գնա։ Չես մոռանում արգելակել ինքդ, որ ես չմիջամտեմ, չօգնեմ քեզ։ Լավ, կանգնեցինք։ Հիմա ոնց ես որոշում առաջի նիշին մենք շրջանցենք որ կողմից, ձախից թե աջից, դու որոշի։ Ձախից եկեք։ Դավայցե փորձում ենք։ Դնում ենք դե ու շարժում ենք առաջ։ Հիմա ես ոչինչ չեմ ասելու, դու փորձի, որ կողմից կցանկանաս, այդ կողմից շրջանցի։ Ձեռքերը չենք խաչում, չէ՞։ Ապրես։ Արդեն կարաս պտտես, որտեղ դե շատ ես արդեն դուրս գալիս։ Քիչ ուղղում ես։ Նավա։ Շատ լավ է, արդեն հենց իրան անցար կարաս քիչ ղեկը արդեն հետ բերես ու դանդաղ պտտել։ Մի քիչ մոտ եղար ես նիշին, բայց փորձի։ Հա։ Նոր չենք կպնում։ Շատ լավ է, իրան անցար արդեն կարող ես քիչ ղեկը շարունակել փոխել ուղղությունը։ Ղեկի վարժություն։ Ղեկի համար է։ Հաջորդը շատ մի դուրս արի։ Ահա։ Հիմա լրիվ նույնությամբ գնում ենք, պետք է շրջադարձ կատարենք։ Այսինքն այս դիրքով շարունակի, մի փոքր առաջացի։ Հիմա շարունակում ենք ուղիղ երկու նիշերի արանքով։ Աչով գնամ թե ոնց ցանկանում ես դու որոշիր արդեն։ Որոշումը քոնն է ստեղ։ Նկատել ես, հայտնաբերել ես։ Այո։ Անցանք։ Նոյական։ Առաջի անգամ համար շատ լավ է։ Ես էլ ոչինչ չեմ խոսում, դու ինքնուրույն այդ վարժությունը կատարում ես։ Շատ հետաքրքիր վարժություն է իրականում։ Խորհուրդ կտամ փորձել։ Նամանավանդ երբ ղեկի հետ խնդիրն է, չէ՞։ Այո։ Դժվարանում է։ Ղեկի հետ խնդիրն է, իրական շատ օգտակար վարժություն։ Դες արդեն շատ է կար, դες, այո, կանցնես։ Շատ լավ է։ Փոխում ես ուղղությունը, ամբողջությամբ, ձախ, չենք խորանում։ Դες արդեն այս մյուսը կարա չստացվի։ Արի կանգնենք։ Հետընթաց կատարենք։ Այո, մի քիչ հետընթաց կատարենք, ուշացրեցիր ուղղակի, պատճառը դա էր որ չստացվեց։ Ղեկի դիրքը հիմա դες դու ուղիղ ես տեսնում, չէ՞, բայց ակերի դիրքը այս ուղղությամբ է։ Հիմա ոնց ուղղենք ուղիղ։ Ապրես, այս է ուղիղն է, հիմա դες ուղիղ ես դու հետ ընթանալու։ Արի մի քիչ հետ։ Լավ է, կանգնեցինք։ Ապրես։ Պտտի ղեկը։
Շատ լավ, անցել ուղղի, որ նորից նույնը չստացվի։ Շատ լավ է, հաջորդը թեքի արդեն ուշացնում ես, շատ մի ուշացրու։ Նորից նույնը նախորդ անգամ ինչ արեցինք, հիշում ես։ Այո։ Դավայց նույնը փոխում։ Փոխեցինք։ Ուղիղ մի քիչ շարունակի, ուղիղ էլի մի քիչ էլ առաջացի։ Հիմա կարող ես։ Մի քիչ էլ առաջացի։ Կանգնում ենք։ Ապրես։ Դեկը չենք մոռանում պտտել։ Լավ։ Հիմա նորից նույնը։ Որ կողմից կցանկանաս դու որոշի արդեն։ Շատ լավ է։ Ուղղում ենք արդեն։ Ուղղում ենք շարունակում, հետո թեք։ Դավայ։ Թեքի, շատ ես ուշացնում։ Դու այդ նիշին նայում ես, հաջորդը մոռանում ես, կորցնում ես տեղը։ Գնացինք։ Ապրես, թեքի չուշացնենք։ Դες դու դրան նայում ես, նախորդին արդեն կորցնում ես, չէ։ Այո։ Շատ մի նայ, դու պետք է իրան զգաս արդեն։ Քո հայացքը իրան պետք է հայտնաբերի, գտնի։ Ոչ թե ուշադիր նայես իրան ու ուղղությունից շեղվես։ Թեքում ենք։ Հիմա գիտես ինչ եմ ուզում անել։ Դու այս նիշերի կողքով ուղիղ գնաս, ուղիղ հետ գաս։ Ու իրանց չկորցնես։ Կանգնում ես։ Որպես գծանիշ օգտագործենք։ Որպես գծանիշում։ Հետո նույն գործողությունը կատարելու ենք հակառակ կողմից, մյուս կողմից։ Գնացինք դիրդե։ Շատ լավ, ուղղի մեքենայի դիրքը։ Եվ իրանց կողքով հնարավորինս մոտ, հնարավորինս մոտ։ Չէ, դե է, թող նորմալ է, թող։ Հետընթացը մոտ է։ Լավ, արի հետընթաց կատարենք մի փոքր։ Ուղղի, ակերի դիրքը հիմա թեք է։ Տես սա էլա քեզ։ Այ հիմա ուղղվեց, տեսար։ Մոտեցի ուղիղ շարունակի։ Մինչև վերջ ուղիղ գնում ենք, լրիվ նույնությամբ քո կողմի, ձախ կողմի կողային հայլուց օգտվելով հետընթաց ես կատարելու, չկորցնելով մեր նիշերը։ Ինչքան կողային տարածություն կունենաս այդ նիշերից, մոտավոր ինչ ես կարծում։ Մի մետր, նորմալ է, մետր ու կես պահի, բայց ոչ մոտեցի, ոչ հեռացի։ Տես այդ հեռավորությունը կարողանում ես ստանալ լրիվ նույնությամբ։ Փոքր մոտենամ։ Մոտեցի։ Ահա։ Շատ լավ, լրիվ նույնությամբ հետ ենք ընթանում։ Ղեկը զգայունա, չենք մոռանում, չէ։ Այո։ Այս ամենավերջին նիշը ես նկատեցի, իսկ դու Ամենավերջինը այո նկատել եմ։ Կանգ ենք առնում։ Հիմա նույն գործողությունը իրանց մյուս կողմով ենք կատարում ուղիղ եւ հետ, արդեն օգտվելու ես կողային մյուս հայլուց, աջ կողմի հայլուց։ Մի քիչ էլ հետ կան, որ արդեն պատտվեմ դեպի ձախ։ Շատ լավ։ Տորմոզով օգտվում ես արգելական ոտնակի վրա։ Նույն նույնությամբ նույն գործողությունն անում ենք մյուս կողմից, որտեղ դի օգտվենք արդեն մյուս հայլուց։ Շատ լավ։ Ուղիղ շարունակի։ Մի փոքր ձախ պահի մեքենա։ Սենց։ Ապրես այդեն շարունակի։ Ոտքդ արգելակման ոտնակի վրա պահի։ Մեքենան ավտոմատ ինքը գնա։ Դու մենակ կարիքը լինի արգելակես։ Ընթացքը դանդաղացնես։ Այստեղ շատ արագ էլ պետք չի։ Չէ, դրա կարիքը չկա։ Մենք այստեղ արագություն չենք զարգացնում։ Մեզ պետք է վարժությունը ճիշտ կատարել։ Ու ինձ փաստորեն այս կողմի հայլուց դու ավելի լավ ես օգտվում, քան քո կողմի հայլուց, բայց շատ դեպքերում դինում է իհարկե հակառակը։ Հոյակա։ Հիմա մի փոքր էլ ես հետ ընթանում կանգ ես առնում։ Արի հիմա դուրս կանք մի փոքր դրսում, տեղ մի փոքր ազատորություն կա, վարենք լավ։ Տեսնենք եկեք ոնց ենք աշխատում, բայց մինչև դա մենք պիտի նիշերը հավաքենք։ Դուրս գանք հավաքենք, այո։ Ինձ օգնես էլի, որտեղ ես։ Ինչ ենք անում, նիտրալ։ Պարկինգ, թե։ Նիտրալ, նախարարին նիտրալ։ Ռուշմի տորմոզը ձեռքի արգելակման համակարգը բարձրացնում ենք վերև։ Գրեց ընդեր։ Վերջ։ Հիմա ոտքը թողնում ես պեդալից։ Դες մեքենա, չէ, մեքենան ինքը արդեն դու իրան բերեցիր անշարժ վիճակի։
Այս սրա օգնությամբ, ձեռքի արգելակման հավաքարկի օգնությամբ, բայց պետք է իրան դրել պարկինգ, ոտքը տորմոզին, արգելակմանը ու պարկինգ, վերջ։ Արի մեքենան չանջատենք ընթացքից, հավաքենք, գանք նստենք շարունակ։ Գնացինք։ Ամրակապվում ենք, այո։ Ահա, մեր բուլավաները մենք հավաքեցինք, ամրագոտիով ամրակապվում ենք, կարող ենք շարժվել։ Հիմա ինչ ենք անելու, ստեղից դուրս ենք գալու և աչ։ Եվ աչ։ Հա, ճիշտ է, մենք այս վարժությունը կատարելիս հետ ազդանշանը չմիացրեցինք, շրջադարձի ցուցիչը, դրա կարիքը չկար։ Հիմա ստեղից դուրս կգանք, արդեն պետք է ազդանշանը միացնել, որ հարևան վարորդները մեր գործողությունները հասկանան։ Իմանան։ Всё, շարժվեցինք, մի հատ նորից համոզվի մեքենաներ կան, չկան մեզ մոտեցող, եթե ոչ շարժվեցինք, աչ, ռուլը աչ ես պտտում, աչ, հնարավորինս աչ, հիշիր, աչ շրջադարձ կատարելիս պետք է հնարավորինս աչ, էլի մի փոքր է, էլի հնարավորինս աչ, всё, որպեսզի ոչ մեկի չխանգարենք, հիմա շարունակում ենք ուղիղ, կգնանք այնտեղ ազատ տարածություն կա, այնտեղից հետադարձ կկատարենք, հետ կգանք ու փորձի մեքենայի դիմաց չնայես, առաջ նայես, ինչքան առաջ նայես, այնքան կողությունը չես կորցնի։ Աչ ես կողմ մեքենան, մի փոքր կարաս ընթացքը ավելացնես մեքենայի։ Երբեք չէի պատկերացնի, որ մեքենա վարելը կարող է այսքան հեշտ լինել, երբեք։ Չի, ուղղակի պատկերացում է պետք։ Բայց X-Drive-ի հետ հեշտ է։ Կարծում եմ ու ձեզ հետ ամենակարևորը, որովհետև կարծում եմ, որ մատուցման ձևից էլ է շատ բան կախված։ Իհարկե։ Ինչպես են քեզ մատուցում ու դու ինչպես ես ընկալում այդ ամենը։ Ընկալումն էլ է կարևոր, մատուցման ձևն է։ Հիմա մեր այս մեծ տարածության մեջ պետք է հետադարձ կատարենք։ Հետադարձ թե ցախ շրջադարձ։ Կանգ առնենք, դες մեքենա է մոտենում, թող այդ մեքենան անցնի, որպեսզի մենք ուսանողական մեքենա ենք մենք, որպեսզի ընդհանրապես առաջ չկանգնենք։ Դες մի փոքր մեծ խոր մեր հետադարձը խորը կվերցնենք, որ ստացվի։ Այ ապրես, դες դու արդեն միացրեցիր ազդանշանը։ Արի տեսնենք մեքենա կա թե չկա, արգելակելով։ Չկա ոնց որ։ Դավայցե, մեր հետադարձը կատարում ենք։ Այս մեքենայի դիրքը կուղղվի, ղեկը արդեն պետք է ուղղել։ Շատ լավ, հեսա որ ստացվեց։ Այո։ Նորից նույնությամբ իջնում ենք այն ամենաներքևից նորից հետադարձ ենք կատարում, նորից հետ ենք վերադառնում, նորից մի հատ հետադարձ կատարել։ Ճիշտ ասած, ես ձմեռային եղանակներին այդ ձյան վրա, սառույցի վրա, հա միշտ այդ մերկասառույցի վրա միշտ վախեցել եմ վարել մեքենա, միշտ, անգամ երբ որ ընդհանրապես գաղափար չունեի մեքենայի մասին, միշտ մտածում էի, երբ մեծանամ ոնց եմ վարելու այդ սառույցների վրա, միշտ շատ եմ վախեցել, որ անգամ արգելակ եմ, անգամ պարկինգի վրա դրված լինի, ես հնարավոր է ասենք ուղղակի գնա։ Ամեն ինչ իր ձև ունի, խորհրդատու շատ բաներ կան, բայց դու որպես վարորդ դու ինքդ պետք է զգաս ու իրավիճակից, սիտուացիայից ճիշտ դուրս գաս, ճիշտ կողմնորոշվես։ Հիմա նորից այս մեքենայի կողքով ձախ ազդանշանը միացնելով փորձում ենք մի քիչ իրանից առաջանալ ու կատարել մեր հետադարձը։ Մի քիչ էլ առաջացի ու գնացինք հետադարձ, դանդաղացնելով ընթացքը։ Քիչ-քիչ կարող ես ուղղել արդեն։ Կանգնեմ, զիջեմ։ Կանգնի, դանդաղացրու, հա, եթե զգում ես շատ մոտեցար դեպի աչ, եթե տեսնում ես դիմացից մեքենա մոտենում, դու կանոններով պարտավոր ես զիջելու, ավելի լավ է կանգնի, որպես կսնակ վարորդ։ Ուղղում ես արդեն քիչ-քիչ, ուղղի, ծախտար։ Ես այնտեղ շատ մոտ ենք արդեն կարանք կպնենք։ Այ կանգնեցինք։ Հիմա մի փոքր էլ հետ ընթացով ենք ուղղում մեքենայի դիրքը, օգտվելով եզրային հայլուց, ապրես։ Զուգահեռ նաև պարկինգ արեցինք։ Շատ լավ է, կանգ ենք անում։
Նորմալ։ Ված չի, լավ է։ Բայց միանգամից պարկինգ չէ։ Նեյտրալ։ Հիշենք այդ հերթականությունը, նեյտրալ։ Ահա, բարձր ոտքը թող մի հատ պեդալից, всё, մեքենան կանգնեց անշարժ վիճակում, հիմա նորից սեղմում ես եւ տեղափոխում ես պարկինգի վրա։ Դեռ շարժը կարելի անջատել։ Շատ լավ է Սյուզան։ Շատ լավ։ Հոյակապ, կարելի ասել։ Շնորհակալ եմ։ Հա, ուղղակի մենք շատ պիտի աշխատենք երկար ժամանակ, որպեսզի լավ արդյունք ստանանք։ Շնորհակալ եմ շատ։ Հուսամ մեր հեռուստադիտողն էլ օգտակար խորհուրդներ քաղեց այս հաղորդումից, որովհետև իրոք այս վարժությունը, այդ օծածებ վարժությունը շատ օգտակար էր ղեկի հետ կապված, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր որոնը ղեկի հետ խնդիր։ Շատ իրոք շատ ինֆորմատիվ, շատ օգտակար հաղորդում ստացվեց եւ ինձ համար եւ վստահ եմ հեռուստադիտողի համար։ Շնորհակալ եմ։ Շատ լավ Սյուզան, ես էլ եմ շնորհակալ։ Շարունակենք հաջորդ դասին։ Ստեսություն։ Պակա։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։ Իսկ եթե բաց եք թողել մեր հաղորդումները, ապա հետևեք մեր YouTube-յան եւ Instagram-յան էջերին մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։